Սիրելի հայրենակից, որոշել ես զինվես, բայց չգիտես ոնց, այսօր քեզ քայլ առ քայլ պատմելու ենք քո անելիքները։ Քայլ համար 1. Այցելում ես Ազատազեն AM կայքը, գրանցվում ես մոտակա 5 օրվա քննությանը։ Քայլ համար 2. Այցելում ես էլի Ազատազեն.am, գտնում ես տեսական քննության նյութերը ու լավ պարապում ես։ Քայլ համար 3. Ազատազեն AM կայքով գտնում ես գործնական քննությանը պարապելու նյութերը ու պարապում ես տեսական մասը, զենքի դետալների մասը, մյուս հարցերը, որոնք պետք է գաս քաշես տոմս ու պատասխանես։ Քայլ համար 4. Գտնում ես ընկեր, ով ունի զենք, խնդրում ես ինքը քեզ մարզի գործնականի զուտ կրակային մասը, կամ գալիս ես Ազատազեն սովորական մարզման ու ասում ես, որ ինձ մարզեք նաև քննության համար։ Կարճ որ ցույց տամ, զենքը ընդունելուց պետք է համոզվեք, որ լիցքա թափված է, կատարեք մարզությունը, հետո էլի լիցքա թափեք, անվտանգ հետ է։ Այդ ողջ ընթացքում այնպես անելով, որ տարածքում ոչ մեկ ձեր զենքից չտուժի կամ այդ տուժելու իմիտացիա էլ չլինի, էլի, այսինքն որևէ դեպքում մեկի վրա փող չեք ուղղում, առանց ստուգել զենքը չեք թողում, առանց ստուգել զենքին չեք մոտիկանում, դա կարող են ձեր քննություն հանձնած ընկերները ձեզ սովորացնել կամ կարող եք սովորել Ազատազենում ու ինքնուրույն։ Այն թիրախը, որին որ պետք է խփենք, շատ հեշտ է խփել մի թեթև մարզված լինելու դեպքում։ 100 մետրի վրա բավականին մեծ թիրախ է ու հնարավոր է նույնիսկ խփել դրան կանգնած, բայց դուք անելու եք պարկած ավելի հարմար դիրքով։ Տեսակ, ձենը լսեցիք, ձենը լսում եք, հրահանգիչը ասում է փոչել եք, ավարտեք, հանում ստուգում եք, լիցքա թափում եք, կրակում պրեդը փակում եք, հենց սենց ուզում եք թեքեք իր վրա, կդրվելու հոտ է գալի, իչթեք։ Կաբերեք հանձնեք իրա տեղը ավարտեք։ Քայլ համար 5. 5-շաբթի օրը ձեր ամրագրած ժամին գալիս եք, գրանցվում եք, սկզբից տալիս եք տեսական քննությունը, հետո գործնական քննությունը ու ստանում եք հավաստագիրը, որը ձեր ամբողջ կյանքի համար է ու թույլ է տալի գնել թե հարթափող զենքեր, թե ակոսափող զենքեր, եթե ձեր 21 տարին լրացել է։ Եթե չի լրացել, 18-ից 21 հարթափող զենքեր կարող եք գնել։ Քայլ համար 6. Արդեն քննությունը բարեհաջող հանձնած, հավաստագրով գալիս եք թվանք, որտեղ ոնց էլ կլինի, ինձ լսել եք ու լավ եք պատրաստվել, գերազանց եք հանձնել։ Գերազանց հանձնելու դեպքում թվանքում ստանում եք հավելյալ զեղչ, զենք ձեռք բերելու համար։ Գնացին։ Համար 7. Գալիս եք թվանք, ցույց եք տալիս ձեր գերազանց արդյունքները, ստանում եք 5 կամ 10 հազարի զեղչի կտրոն։ Հիմա ես ձեզ կպատմեմ հաջորդ քայլերը, բայց որ մոռացած լինեք, այստեղ հարցնում եք, որն էին հաջորդ քայլերը, մարդիկ ձեզ պատասխանում են։ Քայլ համար 8. Դուք ունեք 2 կարևոր հաջորդ քայլ։ Գնալ ձեր տարածքային պոլիկլինիկա, ասել, որ ուզում եք զենք ձեռք բերել, որ տան ձեզ ուղեգիր, գնաք նարկոպսիխո տեստերը անցնեք, հետ գաք պոլիկլինիկա, բուժ երկրորդ ձևը ունենալու համար։ Ու քայլ երկրորդ, անհրաժեշտ է ձեռք բերեք ձեր պատկերացած զենքի հարմար պահարան երկաթյա, որովհետև դա ձեզ պետք է գալու։ Դե ինչ, դուք հիմա ունեք հավաստագիր, որ դուք ունեք գիտելիքները, այսինքն հանձնել եք քննությունը։ Դուք ունեք բույս զննման երկրորդ ձևը եւ ունեք պահարան տանը դրած, այդ 3-ի առկայության դեպքում գնում եք ոստիկանություն ու ասում եք, որ անհրաժեշտ է ստուգել ձեր պահարանը ու որ ցանկանում եք զենք ձեռք բերել։ Ոստիկանությունում ձեզ ասում են, թե ինչ մուծումներ պետք է անեք, նկարներ պետք է բերեք 2 հատ, մի խոսքով ինչ ասում են, այդ ամենը հավաքում։ Տանում եք, դիմում եք մի քանի օր, հետո գնում եք ձեզ տալիս են այսպիսի թուղթ։ Եվ վերջում ձեռքբերման թղթով, ձեր զեղչի թղթով գալիս եք թվանք, ընտրում եք այս բոլոր զենքերից ամենա ձեր սրտովը։ Աշխատակիցը լրացնում է ձեր տվյալները, տալիս է 2 կտորը եւ մի այլ թուղթ, որ զենքը ստուգած է, պարկուճադարանում պարկուճները պահած է, գնում եք այդ թղթերով ոստիկանություն, մի քանի օր հետո արդեն վերցնում եք ձեր նկարով փաստաթուղթը, որ այդ զենքի տերը դուք եք, գալիս եք, վերցնում եք զենքը, մածանում գրառում է արվում, որ այդ զենքը տրվեց ձեզ ու դուք ձեր օրինական զենքով գնում եք մի 30 մետր են կողմ մարզվելու։
Այսքանով ավարտվեց ցիկլը։ Եթե ինչ-որ կետում մի բան կմոռանաք կամ հստակեցնելու կարիք կլինի, կամայական աշխատանքային օր գալիս եք ազատազեն, ձեզ մաքսիմալ կամայական աշխատակից օգնում է ու դա անում է բավականին սրտանց, որովհետև դա մեր միսիան է, զինել մեր հայրենակիցներին։ Այսքանը զինվելու մասին, եթե դեռ անզեն ես, վիդեոն նորից առաջի կետից դիր ու սկսի գործել։ Զինվեք։